մեր բատկամը ծառայում է որպես ներածական շնորհած վարդապետություններին։ Հիմա մեզ մե ոմանց համար կարող է, որ շնորհած վարդապետությունները տագավին նոր են, անծանոթ են, հստակ չեն մեզ համար, բայց խնդիր չէ, որովհետև դերը գամի հարաճիգա ամիսներու ընթացքում ավելի եւ ավելի սրանց վրա գխոսենք։ Ինչու համար կարևոր է, որ շիդակ հասկացողություն ունենանք մեր փրկության բնութագրի եւ մանրամասների նկատմամբ։ Շատ պատճառներ իհարկե garanք տալ եւ պիտի անենք սա մեր այս քարոզաշարքի ընթացքում, բայց այսօրվա համար այս բաղվա համար մի հատ պիտի խորհրդակցենք, մի հատի վրա գխոսանք փրկության վստահության նկատմամբ, նրա հետ կապ ունեցող։ Եվ մենք հավատում ենք, որ Աստծո խոսքը փրկության վստահությունը հաստատում է, այսինքն ճշմարիտ հավատացյալը փրկության վստահություն ունի։ Մեզ մե ով այսօր այստեղ է եւ նրա համար հստակ չէ նրա փրկությունը։ Այսինքն, եթե այստեղ ենք, մեզ մե ոմանք, եւ մեզ համար հստակ չէ, որ եթե ես կյանքի, հավիտենական կյանքի ճանապարհի վրա եմ, իմ աղոթքս է, մեր աղոթքն է, որ այս քարոզը եւ սրա նման քարոզներ մեզ մխիթարեն, մեզ օգնեն, որ հասկանանք, միթե մեր հավատքը ճշմարիտ է կամ ոչ, որովհետև եթե մեր հավատքը ճշմարիտ է, ըսել է, որ հավիտենական կյանք ունենք։ Եթե մեր հավատքը ճշմարիտ չէ, խնդիր է։ Ուրեմն պետք է բան անենք մեր փրկության նկատմամբ։ Ինչու որովհետև Աստծո խոսքը ասում է ամենքս մեղավոր ենք։ Բայց նրա շնորհով, Քրիստոսով մեզ հավիտենական կյանք շնորհված է։ 1 Հովհաննես 5:13 ասում է, այս բաները գրեցի ձեզ, որպես իմանաք, որ դուք Աստծո որդու անվանը հավատացողներդ հավիտենական կյանք ունեք։ Եթե Աստծո որդու անվան հավատում ենք, այսինքն հավատում ենք, որ ինքն է Քրիստոսը, այսինքն հավատում ենք, որ ինք մեր մեղքերից մեզ ներած է, հավիտենական կյանք ունենք։ Հավիտենական կյանք ունենք։ Սա նրա խոստումն է։ Հարցը չէ, որ քրիստոնյաները սովորաբար չեն հավատում այս ճշմարտության։ Այսինքն հավատում ենք, որ ճշմարիտ հավատացյալը հավիտենական կյանք ունի, չէ՞։ Ինչու որ Աստծո խոսքը եթե կարդում ենք, հավատում ենք սա։ Եվ ոմանք գասկազներ ունեն նրանց փրկության վստահության առնչությամբ տարբեր պատճառների համար, եւ երբեմն եթե հարցնես նրանց, միտե դու վստահ ես քո փրկության առումով, վստահ ես փրկություն ունես, շատ ադեն նրանք հաստատ չեն կարող պատասխան տալ։ Բարիներ առաջ եղբայրը գար 90-ներու մեջ միասին զրուցում էինք եւ նրան երբ հարց տվեցի, ասեցի դու վստահ ես, որ երկինք գնում ես։ Այսօր հա ասեց, կալ շաբաթ հա ասեց, մի ամիս հետ եթե ես հարցը դամ գարաս ասել, որ երկինք գնում ես կամ ոչ, մի քիչ տադամսեցավ։ Մի տարի հետ չգիտեմ ասեց։ Ինչու։ Ինչի հիման վրա է իմ կամ քո փրկության վստահությունը։ Ինչի վրա հիմնված է։ Իմ գործերիս վրա։ Իմ բարի լինելուս վրա։ Իմ շատ եկեղեցի գնալուս, ծառայելուս, սուրբի կարդալուս, աղոթելուս, վկայելուս վրա։ Ոմանք կարծում են, որ որոշ մեղքեր կան, որ կարող է այդ մեղքերը կարող են չեղարկել մեգում փրկությունը։ Դարիներ առաջ ռուսախոս սույթ մգային Կանադայում, որ այնտեղ էինք մեր տան մեջ։ Ուրեմն միասին զրուցում էինք եւ իրենք ասեցին, եթե բադահի որ զորօրնակ, նրանց հասկացողությունն էր սա։ Եթե բադայեցա, որ այսօր ես ու գինս ավտոյի մեջ իրարու հետ վիճում ենք եւ վթարի մեջ մտանք եւ մեր կյանքերը գործրեցինք, երկինք չեն կարող գնալ։ Բայց հավատացյալ են սրանք, նրանց հասկացողությունը Սուրբ Գրքի համաձայն չէր այս թեմայի առնչությամբ։ Ասի մի խոսքով, միթե մեր փրկությունը մանկական յոյո խաղալիքի նման է։ Յոյո գիտեք ինչ է, չէ՞։
Յոյոյի նման, այսինքն հիմա փրկություն ունեմ, մի քիչ ելքը փրկություն չունեմ։ Հիմա փրկություն եմ, մի քիչ ելքը փրկություն չունեմ։ Ինչու որովհետև իմ փրկության հիմքը ինչ է։ Ով է։ Իմ գործերն է, իմ բարի լինելս է, ով որովհետև ես աստեղը քարոզ տալիս եմ, ուրեմն արժանի եմ Աստծո շնորհքի մեջ լինելու, մնալու, հավիտյան կյանք ընդունելու։ Ոչ, ոչ, ամենևին էլ ոչ։ Եվ ոմանք այո, այսպես հավատում են, որ մեկը կարա իր փրկությունը անընդհատ ունենա եւ գործընծնե, ունենա եւ գործընծնե, եւ ճշմարտությունը այն է, որ փրկության վստահությունը առանց դրա անվտանգության բաճաշ ըմբռնման, այսինքն եթե դու եւ ես չենք կարող հասկանալ, որ մեր փրկությունը ունի մի ասպեկտը, որ ասում կրկի համացան, որ ապահով է, անվտանգ է, եւ եթե այդ ըմբռնումը չի կա, եթե չենք կարող հասկանում այս ճշմարտությունը, Աստուծոց լիարժեք օրհնություն չենք կարող ունենալ մեր փրկության առնչությամբ։ Հնարավոր չի։ Պատկերացրեք ծնողքը, որ նրա զավակներին կամ զավգին ասա. դու այս տան մեջ ես, մինչև այն ադեմ, որ լավ վարվես։ Այսպիսի վստահություն հիմնված գադարողականի վրա առանց անվտանգության ապահովության սուկրային չէ։ Այսինքն եթե իմ չանքերի համաձայն, ըրածիս համաձայն իմ Աստվածը պիտի ասա, որ դու օքեյ ես իմ հետ, այնադեն ինչ հասկացանք։ Ոչինչ, ինչու որովհետև այնադեն լինում ենք ճիշտ ուրիշ աղանդների նման, որոնք ասում են, եթե լավ անես, զորնակ այլասկները, Դադաստանի օրը նրանք կգիտնան, եթե երկինք գնում ենք անոչ։ Աստված հոգևոր գշիր ունի, եւ այդ գշիրքի վրա եթե իր ասենք բարի գործերը Աստված կգշրի, 50%-ից մի քիչ ավելի գշրե, եւ մյուսը 49-ը գշրե նրա ասենք վատ գործերը, ուրեմն կարող է երկինք մտնել։ Նրանց Աստվածը այդպեսի Աստված է։ Այսինքն եթե ցանկի գեսի չափ Գեղդոդ ես, աղդոդ ես, շնացող ես, սրիգա ես, խնդիր չկա։ Ինչու որովհետև նրանց Աստվածը այդ տեսակի չափանիշ ունի։ Մեր Աստվածը այդպեսի չափանիշ չունի։ Արմեն եղբայրը ասես մի քիչ առաջ։ Ասես իմ արտարությունով չէ։ Ասես ես արտարություն չունեմ։ Ես մտածում եմ, ասում եմ մտքիցս, որ Արմեն եղբայր, մենք արտարություն ունենք, բայց մեր բոլոր արտարությունը ինչի նման է։ Գեղդոդ լաթի նման է, Դաշտանի լաթի նման է։ Եսայի 64:6 Աստծո առաջ իմ ու քո արտարությունը անբավարար է, որ նրա միջոցով կարանք մենք երկինք մտնալ։ Միակ ցևը, եթե այսօր հոսես, միակ ցևը ուզում եմ լսենք, միակ ցևը, որ մեկը կարա երկինք գնալ, միայն Քրիստոսի շնորհիվ է։ Գադարյալ արդարը, միակ արդարը մարդկային պատմության մեջ, որ ինք իր զոհաբերական արարքի համաձայն խաչի վրա ինձ եւ քեզ նրա միջոցով կարող է մեզ փրկել։ Հավատքի միջոցով է։ Հավատքի միջոցով է։ Եթե ասենք, որ մեր ջանքերով, վարմունքով մենք կարանք Աստծո աչքի մեջ մտնել, նրա խաթիրը առնել, սա իհարկե պայմանական անվտանգություն է կամ ապահովություն է։ Պայմանական անվտանգություն կամ ապահովություն չի կարող լինել։ Կամ ապահով ես, կամ ոչ։ Չես կարող փրկության վստահություն ունենալ առանց գիտնալու, որ քո փրկությունը ապահով է։ Չի կարելի, այդպեսի վարտաբերություն սուբկիկը չի ճանաչում, չի ճանաչում։ Եվ այսօր կան ժամանակակից եկեղեցիներ կան, որ նրանց ըմբռնումը սա է, որ մենք փրկության վստահություն ունենք։ Ինչի վրա հիմնված է։ Ո մենք գիտենք երկի գնում ենք Աստված խոստացած է։ Էլի ասեմ, ինչի վրա հիմնված է։ Եթե ասեմ քեզ, եթե հարց տամ քեզ, մի օր յետքը դու եթե որոշ բան անես, որ կարող է չեղարկել քո փրկությունը, կարող է մտածել, որտեղ այդպիսի անձիկ, որ չեն ավատում, այդպիսի սիրելի եղբայրներ եւ քույրեր, որ չեն ավատում, որ մեր փրկությունը Քրիստոսով ապահով է հավիտենապես, նրանք վերջը պիտի ընդունեն քեզ ասեն, որ ես իմ փրկությունս վստահ եմ նրանով, որովհետև հնազանդում եմ Տիրոջը,
Մենք չենք ասում, որ պիտի չհնազանդենք Տիրոջը։ Պիտի հնազանդենք Տիրոջը, որովհետև եթե վերստին ծնունդ ունենք, հավիներական կյանք ունենք, դերը մեր սրտերը փոխած է, նոր երկնային բնութագիր ունենք, պիտի հնազանդվենք, գնազանդվենք։ Սա Սուրբ Հոգու գործն է մեր մեջ։ Եթե հնազանդություն չի գա սովորաբար, շարունակաբար, ասել է սխալ բան կա այդտեղ, ասել է որ դակավին վերստին ծնունդի բացակայությունը կա։ Չի կարելի մեկը ասա, որ ես ազովորդի եմ, Սուրբ Հոգին ունիմ, եւ ոնց սատանայի նման ապրում, շարունակաբար։ Ըմփոստ ապրում, չի կարելի։ Հնարավոր չի այդպես։ Եթե Սուրբ Հոգին գա, Սուրբ Հոգին մեր հուզմունքները, զգացմունքները, ցանկությունները Հիսուսի գամքի համաձայն անում է։ Սա նրա խոսքի համաձայն է։ Եվ այո, ինչպես ասացինք, կան շատ եկեղեցիներ այսօր, որ սովորեցնում են, որ դու կարաս փրկության վստահություն ունենալ առանց փրկության անվտանգության ավարտալու։ Մենք ազոր խոսքի միջոցով սովորեցնում ենք, որ առանց հավատալու, որ քո փրկությունը հավիտենապես անվտանգ է, ապահով է, չես կարող դու վայելել քո փրկության վստահությունը։ Չի կարելի այդպես բան, որ էլի հարց տանք, եթե ես ասեմ իմ փրկությունը վստահ է, հա, բիտերան կյանք ունիմ, վստահ եմ եւ այլ, ինչի իման վրա։ Քո հնազանդության վրա, շարունակական հնազանդության վրա, չէ՞ թե Քրիստոսի հավատարմության վրա։ Սուրբ Գիրքը անգամներ եւ անգամներ գխոսա սրա մասին։ Մեր հնազանդությունը ի շնորհիվ է նրա հնազանդության, որ ինք կատարելագործեց խաչի մավամբ եւ մեզ տվեց Սուրբ Օգու միջոցով այդ կարողությունը, որ նրա հնազանդվենք։ Սա է վերստին ծնունդի ճշմարտությունը։ Մենք վստահ ենք, ճշմարտությունը սա է, որ մենք վստահ ենք մեր փրկության մեջ, քանի որ նա ապահոված է մեր փրկությունը իր կողմից, Աստծո կողմից, եւ մեր փրկությունը հավիտենական է, հավերժական փրկության կամ հավիտենական կյանքի ամբողջ գաղափարը այն է, որ եւ որ հավիտենական կյանք ասում ենք, հավիտենական կյանք նշանակում է հավիտենական կյանք։ Հավիտենական կյանք չի նշանակում, որ այսօր ունենք հավիտենական կյանք եւ գարա հետո որոսեվով այդ հավիտենական կյանքը չեղարգվի։ Հավիտենական է այն մոմենտից, այն վարքյանից, որ դերը դալիս է նա հավատացյալին այստեղ երկրում, երբ մեկը Աստծո շնորհով հավատում է Քրիստոսի մեջ։ Հավատացյալի համար հավիտենական կյանքը բարձրապես աբակա հանդերձյալ կյանքի հղում չէ։ Հավերժական կյանքը սկսվում է, երբ մարդը հավատքի եւ ապաշխարության միջոցով թիմում է ումի Քրիստոսի։ Դրա համար շատեր չունեն փրկության վստահության այդ հասկացողությունը նրանց կյանքերում, ինչու որովհետև նորից ասեմ, որովհետև բոլոր խնդիրը սրա վրա կոյանա, որովհետև նրանց փրկության վստահությունը կապված է իրենց մտքերում, նրանց ջանքերի հետ, նրանց հնազանդության հետ, նրանց հավատարմության հետ։ Ասի մի խոսքով ծիծաղելի է ասել այսպես, շատերի համար փրկությունը սկսում է Աստծո կողմից եւ ավարտում է մեր կողմից, մեր ջանքերի միջոցով, մեր գործերի միջոցով։ Այդպես է։ Այսպեսի մարդիկ, այո, նրանց եթե հարց տաս, նրանք չեն ասում, որ այդպես է, բայց այդպես է, որովհետև ինչ գործ ես ու դու գարանք անել, որ մեր փրկությունը ապահովային, եթե իր շնորհով մեր փրկությունը գադարելագործվեց, երբ մենք մեղավոր էինք, Հռոմեացիների 5-ում ասում է, որ ինք մեզ հաշտեցրեց նրա որդի հետ, հավատի միջոցով, նրա շնորհով գադարելապես, ոչ թե մեր հավատովը, ոչ թե մեր գործերովը, նրա շնորհովը, մեր հավատքի համար չէ, որ մենք փրկություն ունենք, մեր հավատքի համաձայն չէ, որ մենք փրկություն ունենք, նրա շնորհն է սա։ Եթե Աստված նրա շնորհը չդար մեզ, ուզածի չափ հավատա։ Այսօր լիքը մարդիկ կան հավատում են Քրիստոսի, բայց նրանց հավատքը փրկարար չէ։ Ինչի հիման վրա հավատում են, կարևոր է։ Ոնց հավատում են, կարևոր է։ Ուրեմն չկա ովև մի փրկության վստահություն առանց նրա ապահովության էլ։ Ուրեմն հարց դու քեզ այսօր վստահ ես քո փրկությունովդ։ Եթե մեկը քեզ հարց տա, դու ինչի հիման վրա վստահ ես, որ դու հավիտենական կյանք ունես։
որ եթե այսօր կամ աչքդ փագես դիրոջով, կամ դերը վերադառնա հափշտակություն, դու ինչի հիման վրա վստահ ես։ Վստահ ես, որովհետև դու հավատարիմ եղած ես դիրոջով, այսինքն ձուրս ինք շիդակ խոսենք։ Մեզ մեկ քանիներ կարող են ասել, որ ես անգան հավատարիմ եղած եմ դիրոջը, որ այո, նրա հիման վրա Աստված կընդունի ինձ։ Նայեցեք, ես ցերս չեմ կարող բարձրացնել։ Որովհետև մեր փրկությունը էլի Աստծո շնորհով եւ նրա շնորհով միմիայն։ Եվ այո, պետք չունենք մտահոգվելու, որ ինչպես այսօր մի քիչ զրույցից լսեցի, որ միթե կան մեղքեր, որ կարող են մեր փրկությունը խլել մեզանից։ Միթե կան։ Չկա, ոչ մի մեղք։ Ոչ մի մեղք։ Սա չի նշանակում, եղբայրան քուրեր ջան, որ մենք պիտի ապրենք, մենք կապրենք այսպես թույլ, տգար, անավադարին կերպով։ Ոչ, եթե ճշմարիտ Աստծո սերը ունենք մեր մեջ, մենք կցանկանանք մեր Տիրոջը հարգել, մեր նազանությամբ, մեր ավադարմությամբ, մեր սիրով։ Ինք անգան արեց մեր մեղքերի համար, որ չարժեր, որ ես ու դու իրեն համար ապրենք, այս մեր կյանքի մնացած մասը։ Ինչու կասեմ սա, որովհետև մենք չգիտենք այսօր ուրիշ ինչ կարող է պատահել, վաղ ինչ կարող է պատահել, քալդար ինչ կարող է պատահել, բայց այս կյանքում միակ երաշխիքը, որ ունենք, մեր փրկությունն է։ Մեզ որ մեկը կարող է ասել, զորնակ, ես վրաս առնեմ, որ իմ գինս ինձ հավատարիմ կմնա, մինչև իր կյանքի վերջը, կամ գինս կարա ասել, որ ես իրեն հավատարիմ կմնամ մինչև կյանքի վերջը։ Այո, մենք ցանկանում ենք այդպես, այո, մենք իրար այդպես տեսնում ենք, այդպես սիրում ենք։ Բայց ով մի երաշխիք չունենք, մի բան ունենք, որ անփոփոխ է սա Աստծո կողմից մեր փրկություն եւ սրա մասին ենք խոսում այսօր, մինչ սա իբր ներածական քարոզ մեր հաջորդող քանի մկարոզների նկատմամբ, որ դեր գամի այսօրվա մեջ քալարվա մեծամասնությամբ պիտի խոսանք շնորհած վարդապետություններով վրա եւ այս թեման մեր փրկության ապահովության նկատմամբ կարևոր թեմա է, շատ կորզնական թեմա է։ Որևէ վարդապետական թեմա չի կա Աստծո խոսքից, որ ու մասին կարանք ասել, ով եղբայր, սա միայն վարդապետական թեմա է, մեր գլուխը մի ծախսներ նրանով։ Ամեն վարդապետական թեմա Աստծո խոսքի կորզնական, հոգևոր կյանքի պրակտիկական առնչություն ունի։ Մեր բոլոր հավատքը Աստծո խոսքի վարդապետության վրա հիմնված է։ Ինչի վրա հիմնված է, երբ ասում ենք սիրեք ու թշնամիդ կամ սիրեք ու ընկերդ, սիրեք ու Աստվածը, Աստծո խոսքի վարդապետության վրա։ Ոնց կարաս սիրել, եթե վարդապետությունը չգիտես։ Ոնց։ Ուրեմն ճիշտ հասկացողություն այս թեմայի առնչությամբ, մեր փրկության ապահովության առնչությամբ մեզ ավելի լավ քրիստոնյաներ կարող է անել, ոչ թե հակառակը։ Այո, կարող է լսած եք, որ ոմանք ասած են, եթե հավատաս այս վարդապետության մեջ, այսինքն որ հավատացյալի փրկությունը չի կարող գործվել, դու անհոգ, անդարբեր կլինես քո հոգևոր քայլվածքի վրայով։ Լսած եք, չէ՞, որ եթե այդպես հավատում ես, ուրեմն կարաս այդպես անել։ Խնդիրը հետևյալն է, այսպիսի մոդեցում, եթե մեկը այդպես մոդեցում որտեքրե, այսպիսի մոդեցում ցույց տալիս է, որ նա Թեր դագավին Աստծո խոսքը շիդակ հասկացած չէ։ Հռոմայացիների 6:1-2 Պողոս առաքյալ ասում է, արդ ինչ ասենք, մնանք մեղքի մեջ, որ շնորհքը շատնա, քավլիցի, մենք որ մերանք մեղքին։ Էլ ինչպես դեր գաբրենք նրանում, այսինքն ճշմարիտ հավատացյալի դրսևորումը այսպես կլինի։ Ճշմարիտ հավատացյալը չի ասում, որ հիմա որ ես ավետարան կյանք ունեմ, մի քիչ երթամ շնության մեջ ապրեմ։ Մի քիչ երթամ ասորանոր իրավունքները ուտեմ։ Մի քիչ երթամ աս մեղքը կամ մեղքը կործեմ, կյանքս վայելեմ։ Եթե հոգևոր կյանք ունիս, հավիտենական կյանք ունիս, փրկություն ունիս, Սուրբ Ոգին մեջ է, Սուրբ Ոգին քեզ ոնց կծկի, որ դու այդպես ապրես։ Ոնց։ Կամ Սուրբ Ոգի գա, կամ չի գա։ Եթե գա, ուզեմ կամ չուզեմ, սրտահոժար գնազանվեմ նրան։ Եթե Սուրբ Ոգի չի գա, իհարկե, դուրսից կարաս բարոյական այսպես դենք մը ցույց տալ եւ մարդկան ցույց տալ, որ դու ինչ լավ անց ես, ես ինչ լավ անց եմ, այդպես չի լինում։ Պողոս առաքյալը Հռոմայացիների 6:1-2 ասում է, Աստծո շնորհը չարաշահելը ցույց է տալիս, որ մարդը դեռ ճիշտ չի հասկացել Աստծո փրկարար շնորհքը։ Մեր հատվածը այսօրվա Հովհաննես 10:22-30
Հովանես 10:22-30 այդ ժամանակ Երուսաղեմում նավագադիկի դոններ ծմեր էր Հիսուսը քայլում էր տաճարում Սողոմոնի սրահում հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասեցին մինչև երբ ես մեր հոգին դանչելու եթե դու ես Քրիստոս համարձակ ասա մեզ Հիսուսը նրանց պատասխանեց ձեզ ասացի ու չեք հավատում նայեցեք կարևոր է սա նկատի ունեցեք ձեզ ասացի ու չեք հավատում այն գործերը որ իմ հոր անունով կատարում եմ դրանք իմ մասին են վկայում բայց դուք դեռ չեք հավատում որովհետև իմ ոչխարներից չեք շատ կարևոր է սկիզբ ասես դուք չեք հավատում նրանց է հանցանքը եւ հետո ասում դուք չեք հավատում որովհետև իմ ոչխարներից չեք իմ ոչխարները իմ ցայնը լսում են ու ես նրանց ճանաչում եմ ու նրանք գալիս են իմ հետևից եւ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս եւ նրանք հավիտյան չեն գործի ու ոչ ոք նրանց իմ ցերկից չի հափշտակի իմ հայրը որ նրանց ինձ տվեց բոլորից մեծ է ոչ ոք չի կարող նրանց իմ հոր ցերկից հափշտակել ես եւ հայրը մի ենք նախորդ համատեքստը 11-ից մինչև 21 համարները նրանք լույս են սփռում ներկա իրավիճակի վրա հիշում եք Հիսուս ինքը խոսում է որ ինքն է բարի հովիվը 11 համարից բարի հովիվը իր կյանքն է տալիս ու մի համար ոչխարների համար բայց վարձկանը որ հովիվ չէ եւ ոչխարները իրենը չեն երբ տեսնում է որ գայլը գալիս է թողնում է ոչխարներին ու փախչում եւ գայլը հափշտակում է նրանց ու ծրում սրանք ընդհանրական խորհուրդներ են իսկ վարձկանը փախչում է որովհետեւ վարձկանը եւ ոչխարներն հոգ չի դանում հետո այդ կոնկրետ Տերը ասում է մասնավորապես ոչխարների նկատմամբ որ ինք սիրում է փրկում է խնամում է բահում է նայեցեք ես եմ բարի հովիվը եւ ես ճանաչում եմ իմ ոչխարներին ու նրանք էլ ճանաչում են ինձ ինչպես հայրն է ինձ ճանաչում ես էլ ճանաչում եմ հորը եւ իմ կյանքը տալիս եմ ոչխարների համար ուրիշ ոչխարներ էլ ունեմ նայեցեք ուրիշ ոչխարներ էլ ունեմ չասում պիտի ունենամ գունենամ ունեմ հետանոսների մասին խոսում է որոնք այս փարախից չեն եւ սրա մասին է որ խոսում ենք հավատացյալի փրկության ընտրության համար նախասամացություն բարը եւ ընտրություն բարը այո հասկանում ենք մեզ ոմանց համար կարող է այս թեմաները նոր թեմաներ են խնդիր չէ հարաճիգա ամիսներուն ավելի կխոսանք ունեմ ասում է ինք արդեն իր հասկացողության մեջ ասում է այդ մույս ոչխարները հեթանոսներից հայերը մեջ լինելով ես ունեմ ասում է ինչու ունեմ ոչ թե պիտի ունենամ գունենամ ունեմ որովհետև արդեն ես իր հավիտենական նախասահմանության համաձայն ինքը իր ոչխարները ունի հիմա ես հարց մտամ Աստված մենք գիտենք որ հավիտենական Աստված է եւ Աստված գիտենք որ ինք ոչ թե միայն անփոփոխ է ամենագետ է հիմա ես ցես հարց տամ եթե Աստված հավիտենական Աստված է եւ ինք որովհետեւ ամենագետ է իր ամենագիտությունը եւ հավիտենականությունը միասին են հավիտենականությունից համաձայն եք ինչու եթե Աստված հավիտենական է եւ ասենք որ Աստված ինք ամենագետ չէ հավիտենականությունից խնդիր է չէ Աստված ամենագետ է հավիտենականությունից Աստված Սուրբգիրքը ասում ամեն բան գիտի եթե Աստված ամեն բան գիտի ուրգից գիտի հավիտենականությունից գիտի եւ ինչ որ Աստված գիտի ինք որովհետեւ սահմանած է սելով գիտի ոչ թե որովհետեւ ինք այսպես հերաթիդագոմը աբական նայում է եւ ասում է հիմա գիտեմ չէ գիտի որովհետեւ ինչ որ ինք գիտի ինք սահմանում է մենք նրա ոչխարները արդեն իսկ Աստուծո հավիտենական մտքում ծրագրում որքան Աստված հավիտենական է որքան Աստված ամենակետ է հավիտենականությունից արդեն իսկ իր բրգության ծրագիրն նույնպես հավասարապես հավիտենական այո ժամանակի ընթացքում իր բրգակորձումը հայտնված է մարդկության բայց Աստուծո բոլոր ծրագիրը հավիտենականությունից է որքան Աստված հավիտենական է ես ու դու իբր նրա ոչխարները նրա շնորհով արդեն իսկ նրան ծրագրում ենք մտքում ենք որ Աստված նոր բան չի սովորել Աստված ամեն բան գիտի ինչպես բարեկարգյալ
Աստվածապանները ասում են, Աստված ամեն բան գիտի սկզբից, մի խոսքով մարդկային առումով ասեմ, այդ մեկ ակնթարթից, սկզբից, ամեն բան գիտի, եւ որ ամեն բան գիտի, իր կողմից ամեն բան արդեն ֆիքսված է, մեր կողմից ոչ, նրա կողմից այո, ուրիշ ոչխարներ ունեմ, որոնք այս պարախից չեն, նրանց եւս պետք է առաջնորդեմ եւ իմ ձայնը, նայեցեք, կլսեն, կնազանդվեն ու կդառնան մեկ հոդ, մեկ հովիվ։ Եվ հետո 19-րդ համարում իհարկե Հիսուս իր հարության մասին է խոսում է 17-18-ում, 19 համարում արդ այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ երկբարագություն առաջացավ։ Նրանցից շատերն ասում էին, նա թև ունի եւ մոլագար է։ Ինչու եք դրան լսում։ Ուրիշներն էլ ասում էին, այս խոսքերը դիվարի խոսքեր չեն։ Միտե դևը կարող է գույրի աչքը բացել, ինչ որ արեց 9-րդ գլխի մեջ Հովանու ավետարանում։ Ուրեմն հիմա այս բոլորը համատեքստը պատմական մեզ բերում է մեր 22 համարին։ Այդ ժամանակ Հովանես 10:22 Երուսաղեմում նավակադիկի դոններ, ծմեր էր։ Հիմա նավակադիկի դոնը նվիրման դոնն է, որ սա սովորաբար դեկտեմբերի շուրջ կատարվում է, եւ սա ինչի դոն էր, 167 թվին Քրիստոսի առաջ Սելևկյան մի գարավարիչ մգար Անդիոքոս Էպիպանես անունով եւ ինք չար մարդ էր եւ ինք ինչ արեց Հրեաստանում բարդատրեց հելենիստական գոշ բարեփոխումներ դաջարում ինք Զևսի համար զոհաբերեց զոհասեղան կանգնեցրեց եւ նույնիսկ խոզեր զոհաբերեց պատկերացրեք հրեական ժողովրդի արչեւ ոնց իրենք պիտի այս բոլորը նկատի առնեին եւ ընդունեին եւ այդպես անելով այդպիսի զոհաբերություններով գիտենք որ օրինակ խոզ մատուցանելը գործողություն ունի որ հրեական օրենքում համարվում է որ խորաբես սա վիրավորական բան է եւ սրբաբղծություն է ուրիշ ինչ արեց արգելեց հրեական հիմնական սովորություններ ինչպիսիք են թլպադումը շաբաթի բաբանումը ազոխոսքի ասին թորայի ուսումնասիրությունը եւ այս բոլորը մահապատիժի սպառնալիքով Անդիոքոսը հրովարտակներ արձակեց, որոնք արգելեցին հուդայականությունը նպատակ ունենալով իր գայսրությունում կրոնական միատարություն բարդատրել։ Սրբազան ցերակրեր նույնիսկ այրվել դվեց, պատկերացրեք, ազոխոսքից օրինակ։ Իսկ հրեաներին ստիպեց խոզի միս ուտել եւ մասնակցել եթանոսական ծեսերի։ Այս գործողությունները հանգեցրեցին լայնածավալ վրդովմունքի եւ դիմադրության։ Դրա պատճառով Քանամը Մադաթիաս անունով եւ իր զավակները նամանավան Հուդա Մակաբեցին ապստամբեցան եւ այս անունը Մակաբեցված ապստամբությունը գոչենք եւ ինչը որ ի վերջո հանգեցրեց դաջարի 3 տարի հետքը 164 թվականին Քրիստոսի առաջ ինչ որ վերջը հանգեցրեց դաջարի ազատագրմանը եւ վերանվիրմանը դեկտեմբեր ամիսին եւ մենք այդ ամիսը հրեաներ Հանուկա դոնակատարում են, այսինքն լույսերի դոնը, Հանուկան սա է, լույսերի դոնը։ Եվ այս ադենն էր, որ մեր Տերը ազոխոսքը ասում է 23 համարում, մեր Տերը Հիսուսը քայլում էր դաջարում Սողոմոնի սրահում։ Հիմա Սողոմոնը, գիտենք, ինք այդ դաջարը բնական դաջարը, սկզբնական դաջար ինք կառուցած էր, սա իհարկե վերակառուցված դաջարն էր, եւ Սողոմոնի նախասրահը ուրեմն մասմն էր, որ ծածկված անցուղի էր, վերը ծածկված էր, որը կազմված էր դանիքը բաբանող սյուների շարքերից եւ բաց էր մի մասից, ներսից, ուղված դաջարի ամալների կենտրոնին, եւ Տերը ինք այնտեղ քայլում էր։ Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև երբ ես մեր հոգին դանչելու, եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա մեզ»։ Ինչ էր նրանց շարժարիտը։ Ինչ էր նրանց շարժարիտը։ Միթե նրանք հետաքրված էին, որ ընդունեն Մեսիան, եթե Հիսուս ասեր, ես եմ Մեսիան։ Ես եմ Մեսիան։ Չէ, ոչ, ուրքից գիտենք սա, որ նայեցեք 31 համարից արդեն ինչ ասում է։ Հրեաները դարձյալ քարեր վերցրեցին, որ նրան քարգոծեն։ Հիսուսը նրանց ասաց. «Ցես բազում բարի գործեր ցույց տվեցի իմ հոր կողմից, դրանցից որ գործի համար եք ինձ կարգոծում»։ Հրեաները պատասխանեցին. «Քեզ ոչ թե բարի գործի համար եք կարգոծում, այլ հայոյության, որ դու մարդ լինելով ինքդ քեզ Աստծո դեղ ես դնում»։ Արդեն հասկանում էին,
Հիսուսի խոսքերից, որ Հիսուս ինչ ուզում էր ասել, ուրեմն այս համարների ուրեմն լույսի ներքո մենք տեսնում ենք, որ նրանց նպատակը չէր, շարժարիտը չէր, դրդաբաճարը չէր, որ նրանք հավատան Հիսուսի, եթե Հիսուս ասեր, որ հա ինքը բացայտ կերպով բոլորի առջև ասեր ես եմ Մեսիան, ես եմ բրգիչը, ես եմ օձյալը։ Ոչ, նրանց նպատակն էր, որ Հիսուսի բերնից այդ խոսքերը վերցնելով նրան ինչ անեն, սպանեն, կարգոցեն։ 25 համար Հիսուսը նրանց պատասխանեց. Ցեզ ասացի ու չեք հավատում, այսինքն դուք բարդավորվածություն ունեք հավատալու եւ դուք չեք հավատում, ինչու որովհետեւ դուք անհավատ եք ինձ հանդեպ։ Կարևոր է սա իմը ունենալ։ Այն գործերը, որ իմ հոր անունով գադարում եմ, դրանք իմ մասին են վկայում։ Երբ Հիսուս այսպեսի բաներ ասեց, երբ Հիսուս ասեց, որ դուք չեք հավատում, այն գործերը, որ իմ հոր անունով գադարում եմ, դրանք իմ մասին են վկայում։ Հովհաննես 5:36-42 Սակայն այն վկայությունը, որ ես անում եմ իմ մասին, դերը ասեց, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որ այն գործերը, որ հայրն է ինձ տվել իրագործելու, այդ նույն գործերը վկայում են իմ մասին, որ հայրն է ինձ ուղարկել, եւ հայրը, որ ինձ ուղարկեց, ինքն է իմ մասին վկայել, սակայն դուք ոչ նրա ձայնը երբ եք լսեցիք, ոչ նրա գերբարանքը տեսաք։ Ոչ նրա խոսքը ունեք ձեր մեջ, որը նրան ում որ նա ուղարկեց դուք չեք հավատում։ Հիսուս միշտ անհավատություն ումի վրա դնում է։ Նրանց վրա։ Ինչու ասում եմ սա։ Ինչու շեշտադրում ենք սա, որ մեկը չասե, որ ականի որ Աստված ընդրած է, նրանք չգրցան հավատալ։ Այդպեսի բան չկա Սուրբ գրքում։ Եթե Աստված մեկը չնդրեր բրգության համար, ամեն մարդ դժոխք կգնար եւ արտարացիորեն դժոխք կգնար։ Ոչ մեկը իրավունք չուներ դատաստանով, ոչ մեկը իրավունք չկարողանա ունենալ ասելու, որ ինչու համար ինձ չնդրեցիր։ Դու անհավատ ես։ Քո անհավատության մեջ մնացիր, դու փոստացար Տիրոջը դեմ։ Ամենքս ալ մեղքի մեջ էին։ Ամենքս ընկած բնութագիր ունենք մեղքի առումով Ադամ եւ Եվայից։ Բայց Աստված իր շնորհը տվեց իր ընդարների, իր կանչվածներին։ Ուրեմն մեր բարդականությունն է հավատալ։ Դուք չեք հավատում։ Դուք քնում եք Սուրբ Գիրքը գարձելով 39 համար, 5:39։ Դե դրա մեջ եք գտնելու ավետարանական կյանքը, սակայն դա էլ վկայում է իմ մասին, բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, նայեցեք, որովհետեւ կյանք ունենաք։ Դուք չեք կամենում, չեք ուզում։ Ես ձեզ չեմ ստիպում, որ ինձ չգաք, դուք չեք ուզում, դուք չեք գալի։ Ես մարդկացից փակ չեմ ուզում, բայց ձեզ ճանաչում եմ, գիտեմ, որ ձեր մեջ Աստծո սերը չունեք։ Ավասիկ գրոնական աննավատների կարգավիճակը չունեք։ Եվ հետո 10:37-ում եթե իմ հոր գործերը չեմ գադարում, ինձ մի հավատացեք, Հիսուս ասեց, իսկ եթե գադարում եմ, թեկուզ ինձ չհավատաք, քոնե գործերին հավատացեք, որպես իմանաք ու ճանաչեք, որ հայրն իմ մեջ է, ես հոր մեջ եմ։ Դարձյալ ուզում եմ բռնել Հիսուսին, բայց նա ազատվեց նրանց ձեռքից։ Այս բոլորը իբր ներածական քույրեր եղբայրներ ջան, որ մեզ այս հատվածին բերում է, որ շնորհած վարտաբերությունների հետ կապ ունի։ Եվ շնորհած վարտաբերությունները ասում ենք, առնվազն 5 վարտաբերություններ ունենք։ Հետո կխոսանք սրանց վրա։ Այսօր մի քանիների վրա պիտի թփչենք, հբենք, բայց նամանավանդ հավատացյալի փրկության անվտանգության կամ ապահովության նկատմամբ։ Ուրեմն այս հատվածը մենք օգտագործում ենք Հովհաննես 10:20-30 իբր ներածական մեկնարկային հարթակ մեր այս թեմատիկ բացատրական կարծիքների շարքին, ինչու որովհետև ոչ թե միայն մեր հավիտենական փրկության մասին գխոսա, որ կարևոր թեմա է, որ հավատացյալ իր միտքը հանգիստ լինի։ Այս կյանքում շատ բաներ կլինեն, որ մեր սրտերը կարող են խռովեցնել։ Հայրդ քեզ կարող է ուրանալ, մայրդ քեզ դեմ կարող է ելնել, քո զավակը կարող է թողել գնալ, քո գինը կարող է գրիվնել եւ ցկել գնալ, ինչ որ մեկ բան ես ու դու ունենք այս երաշխիքը, ինչ օրհնյալ երաշխիք ասում ենք, ինձ է Հիսուս, որտեղ հավիտենական կյանք ունենք, այդ հավիտենական կյանքը ապահով է, անվտանգ է Տիրոջ տեսանկյունից։ Եվ սրա մասին ենք ուզում ենք խոսալ։ Հիմա Համիկ ջան, 4 պատճառ, թե ինչու է հավատացյալի փրկությունը ապահով կամ անվտանգ։ Եվ էլի ուրիշ համարներ բավական պիտի նայենք եղբայրներ քույրեր ջան։ Այո, բավական լիքը համարներ կա, միայն մի քանի համարների վրա չենք կենտրոնանում, որտեղ
Կարևոր է նկատի ունենանք այս թեման ոչ թե միայն Հովհաննես Առաքյալի վկայությունից, այլ ընդհանուր Սուրբ Գրքի վկայության լույսի ներքո էլ։ Թիվ 1. Հավատացյալը ապահով է, նայեցեք 26 եւ 27 համարները։ Նայեցեք 26 եւ 27 համարները։ Հավատացյալը ապահով է իր փրկության մեջ աստվածային ընտրության եւ արդյունավետ գոչման շնորհիվ։ Ավասիկ այստեղ երկու տերմիններ կան։ Աստվածային ընտրության թիվ 1, ընտրության եւ արդյունավետ գոչման շնորհիվ, որ արդյունավետ գոչում ասում ենք Սուրբ Գրքի մեջ գարտացած եք, չէ՞։ Գանչվածները, սրա մասին խոսում ենք։ Արդակին գոչը ավետարանի միջոցով է։ Սուրբ Օգու կորձը ներքին գոչը իր կորձն է, ավետարանը օգտագործելով սիրտը փոխում է եւ մոդիկացնում է Քրիստոսի եւ այդ անձը հետո կարող է հավատալ ասել այո Տեր, ուզում եմ քեզ։ Էլի ասենք, երբ Ազո օքին մեկը գանչի, Ազո ընտրյալներից մեկը գանչի, ինք ինչ անում է։ Ինք ոնց որ ասում ենք ռադարի տակ, թաքնված աշխատում է, սրտում։ Ազո խոսքը օգտագործելով արդակին գանչը կամ գոչը նա է։ Եվ Ազո խոսքը օգտագործում է Սուրբ Օգին, որովհետեւ մեր սրտերը փոխի։ Եվ երբ մեր սրտերը ինք փոխի, այդ արդյունավետ կամ ազդու գանչի կամ գոչի միջոցով Մարդ Արարածը առաջին անգամ լալով նրա կյանքում այո ասում է Քրիստոսի, սրտաօժար ինք հավատում է իր ազատագրված, մեղքից ազատագրված կամքի համաձայն։ Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարները, նայեցեք, Հիսուս արդեն ասում է, որ ես ոչխարներ ունեմ։ Ունեմ, դակավին սրանք հավատացյալ չեն, ունեմ, իմ ցայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ, եւ նրանք գալիս են իմ հետևից։ Այս երեք բայերը, որ ունեն 27 համարում, երեքն ալ ներկա եղանակներ են, եղբայրները գիտեն, ներկա եղանակ, այսինքն հունարենով այդ քահապարը դալիս է, որ նրանք այս բոլորը անում են շարունակապար։ Շարունակ ընթացքը, այսինքն մի խոսքով, Հիսուս ասում է, իմ ցայնը լսում են, շարունակապար, լսում են, հնազանդությունով ապրում են, գալիս են իր հետևից, եւ անշուշտ Տերը ասում է, ես նրանց ճանաչում եմ։ Այսինքն չկա ո՞ր մի ռոբե, որ Տերը այլևս դատարում է նրանց ճանաչելուց։ Շարունակում է ճանաչել ներկա եղանակ, շարունակական բնութագիր ունի։ Ընտրության եւ արդյունավետ գոչի այս երկու թեմաները այստեղ են։ Այո, ընտրությունը բադահեց հավիտենականության մեջ։ Ազո ընտրությունը կամ նախասահմանությունը անկան ասված ինք հավիտենական է, նույնպես իր փրկակոծման այս որոշումը հավիտենականությունից է։ Չես կարող ասել, որ Սուրբ Գրքի ագարակ է։ Չկա որևէ ժամանակ, որ Աստված ասեց, հիմա ես ուզում եմ փրկակոծման գործը անել, ուրեմն մարդիկ գանչել ընտրության միջոցով։ Հավիտենականությունից է։ Հավիտենականությունից է։ Բացեք Սուրբ Գիրքը, կարդացեք եւ գտեսեք։ Այո, արդյունավետ գանչը կամ գոչը ժամանակի ընթացքում լինում է։ Մեր կյանքի ընթացքում լինում է։ Ազո ընտրությունը, մենք ասենք սրա օրինակ առանց պայմանի է։ Նրա գերիշխան գործողությունն է իբր փոքր սահմանում, որի միջոցով աշխարհի հիմնադրությունից առաջ, այսինքն հավիտենականությունից, նա ընտրեց որոշակի անհատների Քրիստոսով փրկության համար, գորստի համար չէ, փրկության համար, դժոխք խրգելու համար չէ, փրկության համար, ոչ թե մեղավորի կողմից նախապես կանխատեսված հավատքի արժանինքների կամ որևէ պայմանի հիման վրա, այլ բացառապես իր բարեհաճ կամքի եւ նպատակի համաձայն։ Սա է Ազո ընտրությունը։ Իսկ արդյունավետ գոչը Սուրբ Օգու գործն է, որի միջոցով ընտրյալները ներքուստ եւ անդիմատրելիորեն ցկվում են դեպի Քրիստոսը։ Ինչու անդիմատրելի, որ երբ Աստված շնորհով աշխատում է ցանկացած անձիմը սրտում, չես կարող ասել, որ ստիպված ես Քրիստոսի եկա, ոչ մի հավատացյալ չսեր այդպես։ Ու Աստված ինքն դրած է ասելով, Աստված ինքն արդյունավետ գանչով ինձ իրեն մոտ քաշած է ասելով, ես ստիպված եկա նրան։ Չէ, այդպես բան չի գա։ Ամեն հավատացյալ ասում է, ով դեր, շնորհակալ եմ, որ ինձ ընտրեցիր, եթե չնեիր, որովհետև ես արդեն գոռաց կմնայի։ Եթե այս հասկացողությունը չունենք, եղբայրներ, քույրեր ջան, Աստծո օրհնությունը բաց թողնում ենք
այս ճշմարտություններու առումով։ Ուրեմն արդյունավետ գոչը երբ դերը աշխատում է մեր սրտերում, ավետարանի միջոցով Սուրբ Ոգին մեզ մոդիկացնում է Քրիստոսի Հոր Աստծո Սուրբ Երրորդության եւ մեզ տանում է իսկական հավատքի եւ զղջման։ Այո, այդ ավետարանի դուրսի ընդհանուր գոչը գա, բայց այդ գոչը օգտագործում է Աստված Սուրբ Ոգին, որովհետեւ մեզ ընտրյալները Աստծո իրեն բերի, հավատքի բերի, զղջման բերի։ Դուք չեք հավատում, ինչու չեք հավատում։ Ինչու չեք հավատում, որովհետև դուք դագավին հնազանդած չեք։ Դուք չեք հավատում, որովհետև ձեր կամքը ազատ չէ։ Դուք չեք, այդպես բան չի ասում Սուրբ Գիրքը։ Ամեն մարդ ազատ կամք ունի։ Ոնց։ Ամեն անձ ազատ կամք ունի, բայց նրանց ազատ կամքը ազատ չէ արտարության նկատմամբ, մեղքի գերի է։ Ամեն անձ որ առանց Քրիստոսի է, մեղքի գերի։ Այո, մյուս կողմից, գոբեգի մյուս կողմից երբ մենք ասում ենք, որ մարդ առանց ազատ կամք չունի, բրգության առումով, այսինքն առանց Քրիստոսի չի կարող տիրոջ դառնալ։ Այդ արդայությունն շիդագ է, այդ հասկացողությունն շիդագ է։ Բայց չասենք մարդկանց, որ դուք ազատ կամք չունեք։ Ազատ կամք ունի։ Հիմա եթե ես այսպես թողեմ, ընկնի, կկոտրի, չէ՞, բայց եթե այստեղ թողեմ, չի կոտրիր։ Հիմա այսօր մի քիչ հետ կգնում ենք ճաշելու, հաց ուտելու, այստեղից սկսել կարող է։ Մեկ ուզում է փիլավ ուտի, մյուս ուզում է միս ուտի, մյուս ուզում է գանանչի ուտի, մեկը ստիպում է նրան։ Ոչ, բայց ինչու։ Նրա ախորժակի, նրա ցանկության համաձայն։ Իր ներքին ցանկությունները կորոշեն, ոնց պիտի անի։ Մեղավորն նույնն է, մեղավորը արյուծի նման է։ Արյուծը մի միս կուտի, արյուծի եթե խոտ դաս, գանաչի դաս կուտի արյուծը, իր բնութակի, չես կարող ասել, որ արյուծը ազատ կամք չունի, նրա համար խոտ չի ուտում, գանաչի չի ուտում, սա նրա բնութակիրն է, նաբաստակը միս չուտե, չես կարող ասել, որ ազատ կամք չունի նաբաստակը, իրեն բնութակիրը սա է, և նույնպես մեղավորը, նրա բնութակիրը, Հռոմայացիների 6-ում, վերջի մի քանի ամառներում Պողոս առաքյալ ասում է, գարադեն, որ արդարությունից ազատ էինք, ինչու մեղքի կերի էինք, բայց հիմա ասում է, որ մեղքից ազատ ենք, արդարության գերի ենք, արդարության գերի սա չի նշանակեր, որ ես չուզելով հավատացյալ դարա, սա չի նշանակում, մենք սիրով Քրիստոսի ստրուկներն ենք, սիրով, և ավելի ուզում ենք նրան ծառայել, ավելի ուզում ենք նրան նազանդվել, դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք, իմ ընտրյալներից չեք մի խոսքով։ Հովհաննես 6:36 դերը ասեց, բայց ես ձեզ ասացի, թեթև ինձ տեսաք, սակայն չեք հավատում։ Նմանապես Հովհաննես 5:38 գասե դուք չեք հավատում, ասե դուք չեք ցանկանում որ հավատաք։ Հետո 44 համար դուք ինչպես կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք ընդունում եւ այն փառքը, որ միայն Աստծուց է, չեք փնտրում։ 40 համար, 5:40, եւ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որովհետեւ Աստված չի թողնում ցեզ ինձ գալ, հա? Չէ, որբեսի կյանք ունենաք, դուք չեք ուզում։ Հիսուս բոլոր բարդավորվածություն նրանց վրա դնում է։ Նրանք չէին ուզում եւ անկարող էին հավատալու, ինչու որ նրանց մեղավոր բնութակիրը առանց Աստծո շնորհած աշխատանքի գործի Սուրբ Օգու այդ գոչին, այդ արդյունավետ գոչին, ինչու արդյունավետ կասենք, որ ամեն անգամ Սուրբ Օգին մեգումը կանչում է նրա ընտրյալներից արդյունավետ օրեն այդ անձը գկա Տիրոջ։ Սա է, ինչ որ բանի մասին մենք վստահություն ունենք, որ Աստված մեր ավետարանչական ծառայությունը, գործերը աբարդյուն պիտի չթողնի լինեն։ Նրա համար Պողոս առաքյալ ասեց, չարչարվում եմ, տարապում եմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ հավատքի փրկության կան, 2 Տիմոթեոս 2:10։ Մեր ավետարանչական ջանքը մեր ջանքերից կախված չէ, որ եթե ես վկայեմ եւ անձը չապաշխարեց, ինչ խղճալի վիճակ ունենք։ Չէ, մեր գործը ավետարանելն է։ Տիրոջ գործը իր ընտրյալները ազդու կամ այս ազդեցիկ կամ այս ինչ որ ասում ենք արդյունավետ գոչի միջոցով իր ընտրյալները իրեն բերելն է, իր փառախը բերելն է։ Մեր գործը ավետարանելն է։
Հետո աստու գոչի մասին էլի գարտանք Հովանես 6-ում էլ։ Հովանես 6-ում հիշում ենք դերը խոսեցավ իր արյան եւ մարմնի մասին։ Եթե չուտեք իմ արյունը չխմեք, չուտեք իմ մարմինը չխմեք, իմ արյունը կյանք չունեք, հավիտյան կյանք չունեք։ Եվ Սուրբ Գիրքը ասում է Հովանես 6:60-ում մարդիկ կային իր աշակերտ կոչվածներից քայթակվեցին, ասեցին Քրիստի այդ խոսքը, ով կարող է դա լսել։ Ով կարող է դա լսել։ Այսինքն մի խոսքով սա մարդկային դրամապանությունից դուրս է Հիսուս ջան։ Հարց, որ ասպեկտը, որ դարը ազո բրգության մարդկային դրամապանության համացայն է։ Մարդկային դրամապանությունը ասում է, որ եթե մենք մեղ կործենք, ազո սուրբ արտարությունը գոդրած ենք մեր մեղքերու միջոցով, անազատ լալով, մենք արժանի ենք հավիտենական տարաբանքի։ Ազո բոլոր ողորմությունը եւ շնորհքը անարդար իրողություններ են մեզ համար, անարդար ասելով, այսինքն մեր մարդկային հասկացողության համաձայն, անարդար է։ Ինչս էլ ազո շնորհ գտնելը, ազո ողորմություն գտնելը, կարծում ենք, որ սա մարդկայնորեն դրամապանական բան է, ցույց տուր կրոնքների մեջ, որ այդ նույն կոնցեպտը կապարը գա։ Չկա այդպես բան։ Չկա այդպես բան։ Սուրբ գրքում որ վարդապետությունը մարդկային դրամապանության համաձայն է։ Ազո հավիտենականությունը, Քրիստոսի մարտացումը, Քրիստոսի գույսե ծնելը, կամ հրաշքները, որ մեկը սրանցից, կամ Սուրբ Գիրքը, թե մարդկային եւ թե աստվածային գիրք լինելը, կամ Հիսուս աստված եւ մարդ լինելը, որ մեկը այս վարդապետություններից, կամ ուրիշ մարդկային դրամապանության համաձայն են։ Եվ Հիսուս ասեց, այս բոլորը ցես քայթակեցնում է, իրավ գադակ է կանում, ինչու որ նրանք ասեցին Քրիստի այդ խոսքը, ով կարող է դա լսել։ Եվ Հիսուս ինչ ասեց նրանց, նայեցեք սա։ Ինչ պիտի լինի, եթե տեսնեք մարդու որդուն վեր բարձրանալիս այնտեղ որտեղ առաջ էր։ Եվ հետո ասեց հոգին է կյանք տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Ձեր մարդկային դրամապանությունը հասկացողությունը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը դեր ասեց, որ ես ձեզ ասացի հոգի ու կյանք է, եթե նրա խոսքին գարչիկ, եթե նրա Սուրբ Հոգու համաձայն ապրեք, հարցը դարբեր կլինի, բայց ձեր մեջ կան ոմանք Հիսուս ասեց, որ չեն հավատում։ Էլի այդ նույն կոնցեպտը։ Երբեք Հիսուս չի ասում, որ քանի որ ընտրյալներից չեք կարող հավատալ։ Չեք հավատում։ Այո, Հիսուս հետո ասեց Հովանես 2:26-27, որը ոչխարներից չեք ասելով չեք կարող հավատալ։ Ինչու որ եթե նրա շնորհքի համաձայն չլինի, նրանց բրգությունը նրանք չեն կարող կան։ Հապա նրանց այդ ապստամբության, ըմպոստության մեջ կմնան եւ ավելի կմխրջվեն։ Եվ անցավոր են, ըստ Աստծո խոսքին, ըստ Հիսուսի խոսքերին։ Եվ ասեց, կան ձեր մեջ ոմանք, որ չեն հավատում, եւ Սուրբ Գիրքը ասում է, որովհետեւ Հիսուսը սկզբից գիտեր 64 համար, թե ովքեր են նրանք, որ չեն հավատում։ Եվ անշուշտ Հուդայի մասին է գիտեր, Հուդան երբեք հավատացյալ չէր։ Եվ ասաց, դրա համար ցեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, ահավասիկ այդ արդյունավետ գոչի հետ կապ ունեցող ճշմարտությունը, ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե իմ հոր կողմից դրված չէ նրան։ Ոչ ոք, Հովանես 6:44, ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե նրան թեպի ինձ ջպերի հայրը։ Շնորհի հարց է սա։ Սա շնորհի հարց է, մարդկային ընկած, վատ, ցավալի ազատ կամքի հարց չէ։ Մարդ արարածը ազատ կամք չունի, այն առումով, որ ինք չի կարող ինքը նախապատրաստել, որ ասե ով դերես ուզում եմ քեզ։ Այդ արդյունավետ գոչի միջոցով Աստված պետք է անի ավետարանի օգտագործմամբ, որ ինք իր ընտրյալները մոտիկացնե Քրիստոսի։ Ես իմ կյանքը դնում եմ ոչխարներին համար։ Մտածեք, սրա մասին ու շատ ավելի կխոսանք ոչխարներին համար։ Եվ վերջին օրը հարություն կտամ նրանց, այսինքն ինչու հավիտյան կյանք տված է նրանց։ 8:47-ում Հովանես ավետարանում ով Աստծուց է, Աստծո խոսքերն է լսում։ Բայց դուք Աստծուց չեք, դրա համար դուք չեք լսում։ Նույն արդարությունը 26-27-ում Հովանես ասը, բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Կարողությունը չկա։ Եվ որ այդպես մնա, Աստված եթե ինք շնորհ չի դա, ինք իր արդարությունով դադի, այդպես կմնար։ Ասկե գրեթե 5.5 տարի առաջ հիշում եմ Տեր Կանադայի Սուրբ Գրքի սերտողության մեջ ասեցի, որ Աստված ինք պարավորվում է թե մեր բրգությունով եւ թե մարդկային դատաստանով, դատաբարությունով,
Ոմանք մի քիչ ասենք զարմացած են, ես չեմ ասում, որ մենք ուրախ ենք, երբ մարդիկ դատվում են։ Ես սիրելիներ ունեմ, որոնց մասին ամեն օր աղոթում եմ։ Եվ մեծամասնությունը adենը արցունքով աղոթում եմ, ասված վկա, արցունքով աղոթում եմ։ Հասկանում եմ ինչս էլ Ազո դադաստանը, քիչով կամ շատով։ Հասկանում եմ ինչս էլ Ազո շնորհած ընդրությունը եւ արդյունավետ գոչը եւ ցանկանում եմ, որ իրենք այդ շնորհին հասնեն Ազո շնորհքով։ Բայց եթե չհասնեն, ասել է որ նրանք Քրիստոսի ոչխարներից չէին, որովհետև իմ ոչխարները իմ ցայնը լսում են ու ես նրանց ճանաչում եմ եւ նրանք գալիս են իմ հետևից։ Հովհաննես 10:4-5 ասում է, եւ երբ իր բոլոր ոչխարներին դուրս է անում, գնում է նրանց առջևից, իսկ ոչխարները հետևում են նրան, որով ճանաչում են նրանց ցայնը։ Նայեցեք, սա է ինչ որ բանի մասին խոսում ենք, այդ արդյունավետ կամ ազդու գոչը, ճանաչում են նրա ցայնը, եւ դերը գանչում է ոչխար, հասկանում են ով է, եւ ասում է, բայց օդարի հետևից չեն գնա։ Այսինքն բացարձակ կերպով մշտնչենաբես չեն գնա։ Այո, երբեմն ավադացյալը կարող է սխալ վարտաբերություններում մեջ ընկնի, բայց մշտնչենաբես շարունակապար հավատացյալը Քրիստոսի ոչխարը ուրիշի հետևեն չէ գնում, այլ նրանցից կփախչեն, որովհետև օդարների ցայնը չեն ճանաչում։ Օդար վարտաբերությունը, օդար մարդկանց միջոցով չեն ճանաչում, չեն հասկանում։ Քրիստոսի ցայնին մտիկ անում են։ 14 համարում դերը ասեց, ես եմ բարի օվիվը եւ ես ճանաչում եմ եւ իմ ոչխարներին ու նրանք էլ ճանաչում ինձ։ Այդ ճանաչում արդայությունը հարաբերություն ցույց տալիս է, փրկարար հարաբերություն։ 16 համար ուրիշ ոչխարներ ունեմ, որոնք այս պարախից չեն, նրանց եւս պետք է առաջնորդեմ եւ իմ ցայնը գլսեն, ելի նորից այդ ազդու կամ արդյունավետ գոչը գլսեն, պիտի լսեն ու կդառնան մեկ հոտ կամ եւ մեկ հովիվ։ Եվ իհարկե հիմա խոսեցանք բավական օրինակ ազդու կամ արդյունավետ գոչի վրայով, հիմա անվերաբար կամ առանց պայմանի ընտրության մասին մի քիչ խոսանք։ Հովհաննես Արաքյալը եւ Ազոխոսկը էլի շատ բաներ ասելիք ունի սրա վրայով։ Ինչու ընտրությունը, նորից ասենք, եթե Աստված չընտրի իր ոչխարները փրկության համար, որ մեգերնից այսօր այստեղ չէր կարող լինել։ Ազո շնորհակալություն հայտնե, որ հոսես եւ նաեւ Բողոս Արաքյալը մի քիչ հետ կպիտի սովորեցնես մեզ համար, որ նկատի առնենք։ Հովհաննես 13:18 Ձեր բոլորի համար չեմ ասում, Հիսուս ասեց, ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ։ Հետո օդայի մասին խոսա։ Հետո Հովհաննես 15:16-ում դուք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի ու ձեզ գարկեցի, որովհետեւ դուք գնաք եւ բդղապերեք ու ձեր բդուղը մնա։ 19 համար եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինները գսիրեր, բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհը ադում է ձեզ։ Ինչու աշխարհը մեզ ադում է։ Պատասխանը ինչ է։ Ինչու աշխարհը մեզ ադում է։ Որ Քրիստոս մեզ ընտրեց նրան համար, որ լինենք իրենը։ Եփեսացիների 1:3-4 օրնյալ է Աստված։ Ինչու օրնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի այրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օնությամբ։ Ինչու օրնյալ է Աստված։ 4-րդ համարից արդեն ասում է, ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ։ Որովհետեւ մենք ինչ լանք աղդոտներ լինենք, անսուրբեր լինենք, շնացողներ լինենք, որովհետեւ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա արած սիրո մեջ։ Եթե Ազո ընտրությունը չի գա փրկակորձման նկատմամբ, սուրբ լինել չի կարելի։ Սուրբ լինել, անարատ լինել չի կարելի նրա արած սիրո մեջ։ Ուրեմն եթե մեկը ասե, Ազո նախասահմանությունը սատանայի վարտաբերություն է, դե չունես ապտակ զառնելու նրան։ Ես համարին առաջնորդիր նրան։ Նրան ասա, որ եթե դու ասում ես, որ ընդրություն չի գա, սուրբ լինել չի գա, անարատ լինել չի գա սիրո մեջ նրա առաջ։ Ուրեմն Ազո ընդրության թեման աստվածային սիրո արդայություն է։ Եվ նրա հետևանքը սուրբ կյանք ապրելու համար է։ Եթե ընդրված չես Աստծուց, չես կարող սուրբ լինել, չես կարող հավատարիմ լինել Քրիստոսի։ 2 Թեսաղոնիկեցիների 2:13-14 իսկ մենք ամեն ժամ բարդավոր ենք Աստծուն գոհություն հայտնել ցեզ համար։ Ինչու։ Դիրոցից սիրված եղբայրներ։ Ինչու։ Դուք լավ մարդիկ եք, եկեղեցի մեջ ծառայում եք, քարոզում եք, ավետարանություն անում եք, փող տալիս եք, իրար սիրում եք, պատման չէ, բոլորը սրանք պատման չէ, ոչ։ Ինչու ասում է, որ
բարդավոր ենք Աստծուն քոություն այդ ցեզ համար դիրոջից սիրված եղբայրներ, որովհետև Աստծո բրգության համար, Աստված բրգության համար սկզբից ցեզ ընտրեց։ Շնորհակալություն երբեք հայտնում ես Տիրոջ, որ ով Տեր, շնորհակալ եմ, որ այդ Հովիկ եղբայրը, այդ Հովիկ եղբոր մասին չեմ խոսում, այս Հովիկ եղբայրը, որ հա, այս Հովիկ եղբայրը կարող է իր թերություններ ունի, բայց ինքը ընտրյալ է Տիրոջ շնորհով։ Շնորհակալություն հայտնի Աստծո նրա համար։ Եվ այո, էլի ընտրությունը Աստծո բարձրապես այսպես օդի մեջ կախված իրողություն չէ, իրադարձություն չէ։ Հապա, նայեցեք ինչ ասում է, ընտրեց հոգու սրբացմամբ։ Այդ գաբը չես կարող ամուսնալուծել նրանից, եթե ընտրություն կա, հոգու սրբացում կա։ Եթե ասես, որ ընտրությունը սատանայի վարդապետություն է, դու ասում ես, որ Սուրբ Օգին չի սրբացնում։ Սա ազգացական սրբացման հետ կապ ունի, բրգության հետ կապ ունի։ Սրբացման ու ճշմարտության հավատով, որի համար գանչեց ցեզ, ահավասիկ այդ արդյունավետ գոչը, գանչեց ցեզ մեր ավետարանով մեր Տեր Քրիստոսի փառքը ստանալու համար։ Եվ մի քանի ամառներ եւս եւ երկրորդ մասը ուրիշ անգամ կթողնենք, հաջորդ 3 կետեր ունենք դեռ, սա առաջին բաժարն է 4-ից եւ ինչպես ասեցի, սա երկար մասն է, որը մեջը վարդապետական այդ 2 տարերը կա, որ կարեւոր էր, որ վրան կենտրոնանանք նկատի ունենալով շնորհած վարդապետությունների թեման։ Ռոմայացիները 8:30 եւ որոնց նախասահմանեց, նրանց նաեւ գանչեց այդ արդյունավետ գանչը, այսինքն չի կարելի որ Աստված մեկումը գանչե բրգության համար եւ չստացվի սա։ Աստծո գանչը միշտ արդյունավետ է, նրա համար ասում ենք արդյունավետ։ Եվ նախասահմանեցը երհագ է, մի քիչ տարբերություն ունի Աստծո ընտրությունից, բայց մեր նպատակների համար այստեղը մի խոսքով կարող ենք ասել քիչով շատով համահունչ է։ Սկիզբը նախասահմանեցը գա, ընտրեցը գա, հետո գանչեցը գա, եւ նրանց որ գանչեց արտարացրեց, եւ նրանց որ արտարացեց փառավորեց էլ։ Ոնց փառավորեց անցյալ եղանակով։ Տակավին չէ որ փառավորված չենք։ Որը փառավորեց, որով Աստծո դիտանկյունից մեր բրգությունը գադարելակորձված է։ 1 Կորինթացիների 1:8-9 նա հաստատուն կբահի ցեզ մինչև վերջ։ Ով հաստատուն կբահի մեզ մինչև վերջ։ Իմ կորձերով, իմ չանքերով, այո ես կնեմ իմ չանքը, այո ես պետք է անեմ, որ Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ հավատացյալը պետք է հարադեվի։ Բայց ով է որ նրան օգնում հարադեվի։ Ինք հաստատուն կբայցես մինչև վերջ, որ անմեղադրելի լինեք Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Հավատարիմ է Աստված, որի կողմից գանչվեցիք։ Նրա որդուն, մեր Տեր Քրիստոսի հաղորդակից լինելու։ Ահավասիկ էլի այդ արդյունավետ գոչը կամ գանչը եւ մի համար եւս 2 Տիմոթեոս 1:9 Աստված մեզ փրկեց ասում է եւ սուրբ գոչումով գանչեց։ Սուրբ գոչումով գանչեց։ Ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր գամքի ու շնորհի, իր նպատակի եւ շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ դրվեց, նայեցեք, հավիտենական ժամանակներից առաջ, իմ հավիտենական ժամանակներից առաջ, այդ արդարությունը նույնն է, համահունչ է ասել, որ հավիտենականությունից, որտեղ հավիտենական ժամանակներից առաջ ուրիշ բան չի գա, հավիտենականությունից, սա առաքյալի ներշնչված ցևն է, որ մեզ ներկայացրեց։ Իմ ոչխարները իմ ցայնը լսում են, ես նրանց ճանաչում եմ ու նրանք գալիս են իմ հետևից։ Հավատացյալ ով է իր բրգության մեջ, դիմեք աստվածային ընտրության եւ արդյունավետ գոչման շնորհիվ։ Սա առաջին պատճառն է։ Դերեկամի ուրիշ անգամ, հաջորդ անգամ մնացած 3-ը կշարունակենք։ Ուրեմն, իբր ավադացյալ, ինչպես դու պիտի դրսևորես քո հոգևոր վիճակը Աստծո առաջ եւ մարդկանց առաջ այս ճշմարտություններ լույսի ներքո։ Ինչպես։ Պետք է շնորհակալությամբ դրսևորես, խոնարհությամբ դրսևորես քո քայլվածքդ, քո հնազանդությունդ, քո ապրելագերբդ պետք է արդացոլի այս շնորհքի ճշմարտությունները, որ Աստված քեզ սիրած է, հավիտենապես ընտրած է եւ արդյունավետ կոչով գանչած է այս կյանքում, որպես դու եւ ես նրան լինենք։ Եվ որովհետեւ այդ բոլորը նրա շնորհքի համաձայն է, ուրեմն ոչ մի բարձանք չի կարելի, հպարտություն չկա։ Հապա
այս բոլորը գիտնալով մենք այդ բոլոր օրհնությունը վայելուց յետքը ինչ պետք է անենք։ Ուրիշների վկայենք, ավետարանենք, որ նրանք էլ Քրիստոսինը դառնան, լինեն։ Մենք չգիտենք ոչխարները ով են։ Charles Spurgeon մգրդական հովիվ 19-րդ դարու մի անգամ մեկը եկած է նրան հարցրած է, ասած է. Եթե դու հավատում ես, որ միայն ընտրյալները կարող են փրկվել, ինչու միայն ընտրյալներին չկարոզես։ Եղբայրը ասել է, որ եթե այստեղը բիդագը նայեմ եւ եթե օրինակ մեծ գիրերով ընտրյալ, այսինքն գիրը գրված է, այն ադեն այո, բայց չգիտեմ ամենուն վկայում եմ Քրիստոսի ավետարանը բոլորի համար է։ Արդակին գոչը, ավետարանի գոչը բոլորի համար է։ Ներքին գոչը Սուրբ Օգու գործն է։ Սրտերը փոխելու, Քրիստոսինը դարձնելու եւ մենք ոչխարներ իբրև Քրիստոսի նրան հնազանդվենք եւ պիտի հնազանդվենք, ինչի որով սա նրա խոստումն է, ես ոչխարներս ճանաչում եմ եւ նրանք ինձ հետևում են։ Շարունակականորեն ներկա եղանակ շարունական հետևում են։ Ուրեմն իբր ավադացյալներ խոնարհությամբ անգամ ես Բողոս Արաքյալի նման, որ մի քիչ առաջ կարդացինք 2 Թեսաղոնիկեցիների մեջ 2:13-14 շնորհակալ լինենք, գոհություն տանք Աստծո, որով ինք մեզ ընտրած է հոգու սրբացմամբ եւ ճշմարտության հավատով, ավետարանի միջոցով։ Ինք մեզ արդյունավետորեն կանչած է, որ նրանը լինենք, նրանը պատկանենք։ Եվ մեր գործն է, որ ուրիշներին էլ այս նույնը անենք, անարումով որ ավետարանը տանք, Քրիստոսի սերը սովորեցնենք հասկանալ եւ մի վախենակ մարդկանց այդ դիսելու, եթե պետք լինի, ինչս էլ է ընդրություն, ինչս էլ է, երբեմն ավադացիան խուսափում են, եւ որ այդ թեման գալիս է, ցույց տուր, Հիսուս չխուսափեցավ, երբ այդ թեման իր առջև էր Հովհաննես 6-ում, թող կայտակվեն, եթե կկայտակվեն, բայց Աստծո խոսքից չեն կարող վազացնել, չեն կարող աղավաղել Աստծո խոսքը մերուզացիով ներկայացնել։ Ես չեմ ասում, որ ամեն ավետարանչության արարքում մենք պիտի Աստծո նախասամարյան ընդրության Աստծո գոչի, արդյունավետ գոչի մասին խոսենք։ Ոչ, դերգա կխոսենք, դերգա չենք խոսում, իմաստուն պետք է գտնենք Սուրբ Օգու վստահելով, աղոթքով, այդպիսով։ Եվ եթե մեր մեջ կան այսօր որևէ ցանկացած մարդիկ, որովհետև տակավին բրգության վստահություն չունեն։ Չես կարող, դու կարող է ասես, որ ովիկ եղբայրն է, հասկանում եմ քիչով շատով, ինչ որ խոսում ենք այսօր Աստծո խոսքից, բայց ես տակավին չգիտեմ, եթե հավատացյալ եմ։ Աստծո խոսքը ասում է, հավատա Տեր Հիսուս Քրիստոսի եւ կփրկվես։ Կորսք 16:31։ Ուզում ես, ցանկանում ես հավատալ Տեր Հիսուս Քրիստոսի։ Աստված երբեք մեկումը չի անում այնպես, որ չէ, ես չեմ ուզում, որ ինք չհավատա։ Չկա այսպես բան Սուրբ գրքում։ Չկա։ Սա մենք մտքերին դուրս անենք։ Հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսի։ Եթե հավատում ես, Սուրբիկը ասում է, որ դու ավետարան կյանք ունես։ Եթե չես հավատում, դակավին չունես այդ ավետարան կյանքը։ Տերը դա որ ամենքս Տիրոջը ոչխարներից լինենք, հավատքով, ապաշխարության միջոցով, Քրիստոսի փառքի համար։ Ամեն։